Եկեք թեմայից պատվերներս բացենք։ Նախորդ ասեմ, որ վճարել եմ 4400 դրամ։ Okay, սևից սկսենք։ Ով է սա։ Հենց ամենասպասածս պատվերը, որին սպասում էի, որ փորձեմ, հեսա մի անգամից կհակնեմ, տեսնենք ոնց է լինում։ Սև շորիկ է, մի քիչ տենց լավ բաց, փորի հատվածում է բաց, ոտքն է մեկը տենց երկար պրարեղ։ Ես պատկերացրել եմ, որ իմ պատկերացումներում դինալու ենք ծով եւ այնտեղ ես դրանով ֆոտոշութ եմ անելու կամ եթե չստացվի ծով, թող լինի սևան, բայց ես պատկերացրել եմ տենց ափին, ինչ որ սիրուն մայրամուտով ափի, այս շորիկով ֆոտոշութ ու հեսա հակնեմ կպատկեր, եթե իհարկե ինձ լավ լինի, ենթադրում եմ, որ իմ չափով է, այսն եմ պատվիրել, սիրուն է ու դե հակած արդեն պարզ կլինի, ինչ տեսք ունի, նկարի մեջ այս տեսքն էր, եկեք համեմատենք նկարը ինչ տեսք ուներ ու իմ հագին ոնց էր։ Ինձ թվում է, որ սիրուն է լինելու, որովհետև սենց աչքա չափով տեսնում եմ, որ կլինի։ Երկարությունը կարող է մի քիչ տարբեր լինի, բայց ամեն դեպքում փորձենք ու եթե սիրուն եղավ, անպայման սրանով ֆոտոշութ եմ ուզում ստարի, թե որտեղ կտեսնենք ավելի ուշ։ Իրականում, եթե շորը հագնելու եմ տենց մի երկու անգամ, այդքան մատերիալին չեմ նայում, դրա համար սենց պատվիրալը ինձ թվում է օքեյ է։ Սենց որ նայում եմ, եթե նկարի տեսքով էլ ինձ լինի, ուրեմն 10-ից 10։ Հոպ, նոթբուքից վրա ընկավ։ Էլի սև, բայց սև ինչ։ Էս էլ էի շատ հավանել, ու ոնց որ թե էլի իմ հագով է, ինչի եմ սենց զարմանում, որ իմ հագով է, որովհետև մի անգամ պատվիրել էի ու եկել էր XXXL-ը, որը դե պարզա, որ չեր լինի ինձ, գոնե oversize էլ չեր լինի, որովհետև ես L-ը անգամ XL-ը, որպես oversize հագնում եմ, բայց այդ ընդհանրապես չէր լինում։ Սենց ինչ-որ թիթիզ բլուզկա, ինչ-որ բանդիկներով, այս մասերը սենց թևերը լայնացող և այս մասերը հավաքված, մտածում եմ, որ եթե սենց է տալյան վարակացույց տալիս, ես սենց եմ ենթադրել, նկարի մեջ կարող է պրոստը ֆոտոշոփ են անում, ու այս հատվածը բավականին սենց վլինեք է, բացվածքը, բայց այս տարի ինչ-որ սիրում եմ տենց հագնել, նենց որ դուրս եկավ, սենց որ նայում եմ էլի 10-ից 10, նկարը այս տեսքը ուներ, հիմա կհագնեմ ու կհամեմատենք նկարի հետ։ Չգիտեմ ինչի, սենց դիլեմայի մեջ ենք, ես ChatGPT-ին ասում եմ, որ սևը ինձ սազում է, ChatGPT-ին ոչ մի կերպ չի համաձայնվում, ասում է, որ սևը քո գույների մեջ չի, մի հագի սևը ավելի կոպիտ է դարձնում արտաքինը եւ այլն, բայց ինչքան էլ որ ChatGPT-ին տենց է ասում, ես ենթադրում եմ, չգիտեմ, որ սևը սիրուն է ու սազում է։ Okay, հեսա փորձեմ նայենք։ Մյուսը, այս մամայի համար եմ պատվիրել, իհարկե կուզենայում համար էլ պատվիրեի մեքենա ունենալ, բայց այս պահին քանի որ մեքենա չունեմ, մի հատ եմ պատվիրել մամայի համար։ Ինձ թվում էր, որ պետք է էլեկտրական լինի, բայց ոնց հասկանում եմ, առանց կարդալ ես իմ ոնց ենք մենք անում, երևակայում ենք ինչ-որ բան, հետո հիասթափվում ենք։ Ես պատկերացրել էի, սենց նկարին նայելով, որ պետք է լինի արևային լույսից սնուցվող սար, որը ես կնշեմ մեքենայի համարները և ինքը, երբ որ արևային էներգիա ստանա, այդ համարները տենց տարտեցվի իրա վրա, սենց կդիրվի դիմապակումով, բայց իրա հետ եկել է սենց թվեր, ու ոնց հասկացանք, պետք է թվեր կպցնենք ուղղակի վրան, բայց հուսով եմ, որ գոնե թվերը կլինի տենց որ ծածկույթով, որ գիշերը երևա, որովհետև անիմաստ կլինի, եթե գոնե դա չլինի, չգիտեմ։ Մյուսը, ակնոցներ եմ պատվիրել, ես ակնոցը չեմ դնում արևից պաշտպանվելու համար, զուտ որ սենց կարող է առավոտյան պատրաստվելիս ինչ-որ ակնոց վերցնեմ դնեմ, և որ բանթացքում ինքը միշտ իմ գլխի վրա չեմ դնում տենց առանձնապես, բայց որպես լուքի սենց մաս, ինքը շատ հավես է ու թեմույց ես վերջերս պատվիրել էի, որ փորձարկեմ այդ պարման ոնց է լինում ինձ ու շատ էի հավանել, հիմա այս երկու հատ է, մեկը սենց տիգրովկայով է, չասեք ինչի, չգիտեմ, շատ հավանեցի, բայց իմ ունեցածի համեմատ ոնց որ թե փոքր են, ինձ թվում է, որ այս մեկը եթե սիրուն լինի, ավելի պետք է սազի, որովհետև էլի կարիչնեվի երանգների մեջ է, ես բերժը այդքան ոնց է ճիշտ, սենց
Ну, չէ երևի։ Եվ մի հատ էլ այս մեկը կարող է դնեմ, գույնը զոտ այս մեկինը ոնց որ թե ավելի սիրուն է։ Մի հատ նորից հետո կդնեմ գնայեմ, բայց այս մեկի գույնի պահը ավելի շատ եմ հավանում։ Մի հատ քանի որ ես սենց եմ միշտ դնում, եկեք սենց փորձեմ։ Հիմա քանի որ հասկացել եմ, որ այս ֆորմանից դուր է գալիս ապրավան, ուզում եմ այս տիպի, այս ֆորմայով պատվիրեմ նորմալ ակնոց, նորմալ ապակիներով որակյալ, որ դնեմ աշխատելիս, վարելիս, սենց այսինքն արևից ու լույսերից, ճառագայթներից պաշտպանող այդ ապակիներով, բայց թափանցիկ, որ աչքերս էլ երևա։ Այդ ակնոցների համար արդեն արժի նորմալ գումար վճարել ու ունենալ այնպես մշտական նորմալ ակնոց։ Okay։ Բամբակի դիսկեր եմ որոշել պատվիրեմ, փորձեմ։ Առաջարկեց ես էլ ասացի դելա։ Ինչ ասեմ։ Ասացի դելա, ոնց որ թե ճիշտ եմ արել։ Ես միշտ չեմ սիրում բամբակի այդ դիսկերը, որովհետև շատ հաստ են ու նյութը, երբ որ պիտի մի քիչ օգտագործես, մնացածը մնում է բամբակի վրա։ Օրինակ միցալյարին տվել ես 20,000-ի կարգի ու իր ստացվում է, որ 10,000-ը ուղղակի բամբակի վրա դու գցում ես ջուրը։ Իսկ այս բամբակները շատ բարակ են, մոտիկից կնկարեմ, շատ բարակ են։ Ես չգիտեի, որ սենց բարակ է գալու, բայց շատ հավեսն է սենց։ Ուղղակի ես պատվերից կգրանցեմ նաև սենց բամբակների, սենց բաների համար տարաներ, որ իրենց մեջ տեղավորեմ։ Այս սենց մյուսը։ Էլի նույնը ասելու եմ այս պատվերից հետ կապված։ Ես ունեմ տենց քաղաքականություն, հավ ինչը արժի թանկարժեք բան գնել եւ ինչը չարժի թանկարժեք բան գնել։ Օրինակ, չեմ գնի Թեմոյից, չեմ պատվիրի կոշիկ, ինչի, որովհետեւ դրանից կախված է քո քայլվածքը, քո կեցվածքը, քո առողջությունը։ Դրա համար Թեմոյից չեմ պատվիրի կոշիկ, չեմ կարող վստահ լինեմ, որ լավն է։ Իսկ պայուսակները, եթե գիտեմ, որ մի քանի անգամ տենց օգտագործելու եմ ու հետո դարակաշարում տենց մնալու է, խոսքը նախաբաններ, խոսքը սիրո մասին էր։ Այդ դեպքում մտածում եմ, որ իմաստ չունի, որ մեծ գումարներ ծախսել փոքր պայուսակի վրա, որը շատ քիչ եմ գիտեմ, որ քիչ եմ օգտագործելու։ Քանի որ պարզ տեսք ունի, կարող է առօրյայում էլ օգտագործեմ, ներսում սենց մի հատ փոքր դարակ եւ վերջ։ Այս բաները փոքր է պետք։ Ես միշտ որոշում եմ, որ առօրյայում կարելի է սենց փոքր պայուսակներ օգտագործել, բայց ոնց նայում չի ստացվում, չգիտեմ, չի տեղավորվում ոչ մի բան սրա մեջ։ Կարես տեղավորես հեռախոս, քարտեր, մի հատ փոքր կոսմետիկա եւ վերջ։ Բայց օրինակի համար ստաբիլիզատոր չես կարող։ Չգիտեմ, իր գնի համար ու իր տեսքի համար 10-ից 10։ Էլի բանկա Քարտիչների curler եմ պատվիրել, տենց կլորացնող գործիք։ Հա, իրա փոխելու համար է։ Ես էլ մտածում էի լամինացիայի են աչքերի տակ փակցնելու բաներից է գալու հետ, սենց որ տեսա։ Քարտիչների լամինացիա որ անում են, այս հատվածում փակցնում են, քարտիչները սաղջնջով կպցնում են վրան, ինձ թվում էր դրանից է։ Հաջորդում այս սև տոպը պատվիրել։ Ոնց որ թե էլի էլ է եկել, որովհետև նկարի մեջ ուներ այս տեսքը եւ ես վստահ եմ, որ ես չի կարա այդ տեսքով նստի, եթե ինքը սենց է։ Իմ ուզածը չէր։ Վերջին պատվերն էլ բացենք, որ ես գնամ, այս բզնոցը միշտ իմ հետ է, սենց ասած, ու այս սրտիկով, որը դուրմանային կերամիկայից է եւ ունի բուժիչ հատկություն, կամ իմ կնունքի խաչով, բայց մեկ-մեկ եմ, որ ուզում եմ փոխարինեմ ուրիշ բաներ օգտագործեմ։ Եվ պատվիրեցի այն Pinterest-ից ոգեշնչված սենց 1000 տակ բզնոց, սենց է ինքը։ Մինտոպը, սիրունը, սիրունը ինձ թվում է, բայց 4 շերտը չափից շատ է, ու եթե 3 հատ լիներ, ավելի սիրուն կլիներ։ Ամեն դեպքում այդ շերտերով բզնոցները սկսել եմ շատ հավանել։ Մեկ-մեկ տենց ինչ-որ բաց բաների հետ կարելի է, որովհետև ինքը բավականին երկար է։ Okay, կօգտագործենք 10-ից տենց 7։ Okay, այսքանը, մերսի որ նայեցիք, կհանդիպենք մյուս ուրբաթ։